Թեև արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը չի տեսել ամանորի գիշերվա կադրերը, բայց պնդում է ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ։ Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ է Տիկին Հովհաննիսյանը։ Բնականաբար ոչ։ Դուք տեսել եք ամանորի գիշերվա կադրերը, այնտեղ ոստիկանական բռնություն տեսել եք։ Ճիշտ ասած չեմ տեսել ինչ կադրերի մասին եք խոսում, երբ որ տեսնեմ, բնականաբար գնահատական կհնչեցնեմ։ Արդարադատության երաշխավոր, որ բարձրաձայնում են, որ ոստիկանները ծեծել են մատնասնատորը։ Ուրեմն ես տեսանյութերը չեմ նայել, երբ որ այդ կոնկրետ իրավիճակում կհայտնվեն իմ իրավասության շրջանակներում, բնականաբար դա ինձ կհետաքրքրի, ինձ իհարկե դա հետաքրքրում է եւ չի կարող չհետաքրքրել, բայց կոնկրետ այս դեպքում եթե ես տեսանյութը չեմ դիտել, ես զերծ կմնամ պարզապես որևէ գնահատական հնչեցնելուց։ Ես վստահ եմ, որ Հայաստանում քաղաքաբանտարկյալներ պարզապես չկան եւ տեսանյութը դիտելուց հետո տեսանյութը չէ այն չափանիշը, որով ես կարող եմ անմիջապես եզրահանգում անել քաղաքական բանտարկյալ է, թե ոչ։ Ինչն է դեպքում։ Լսում եմ ձեզ։ Ես պատասխանեցի արդեն ձեր հարցերին, դուք ըստ էության գործի մանրամասների մասին եք ուզում խոսել, ինչից ես տվյալ պարագայում զերծ եմ մնում։ Արդարադատության նախարարը կտրականապես հերքեց նաև, որ իր ենթակայության տակ գտնվող կալանավայրում Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բռնություններ են գործադրվել։ Ընդդիմադիր ակտիվիստը հայտարարել էր, թե իր հետ միտումնավոր նույն խուց են տեղափոխել քրեական տարրերի։ Ես ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում եմ եւ շատ լավ տեղեկացված եմ յուրաքանչյուր օր ինչ է եղել, ինչպես է եղել, իմ հսկողության անձնական հսկողության տակ է այդ ամենը։ Ստուգումներ եղել են, որևէ բռնաճնշում նրա նկատմամբ չի եղել, որոշակի ուրեմն դժգոհություններ եղել են սկզբում խցի հետ կապված, այդուհետև երբ թե դիտորդական խումբը նրան այցելել է եւ թե իրավապաշտպան կազմակերպություններ նրա հետ զրուցել են, նա այդ պահի դրությամբ, երբ որ եղել է խցում, նա ասել է, որ այդ պահին եթե ամեն ինչ իր մոտ նորմալ է եւ որ եթե այդպես ամեն ինչ լինի, որևէ խնդիր չի լինի եւ մինչ այս պահը, եթե չեմ սխալվում, որևէ դժգոհություն այլևս չկա։ Երբ հացադուլի խուցել են գալիս այդ քրեական։ Ուրեմն եթե ոչ, այդ հացադուլ երբ որ հայտարարել է, տեղափոխվել է խուց, որտեղ գտնվում են այլ հացադուլ հայտարարած անձինք։ Ես որակումներ, պիտակներ եւ այլն, այդպիսի ուրեմն քայլերից, այսպես ասենք, զերծ կմնայի եւ կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա, եթե թույլ տաք արդեն կառավարության նիստին։ Ես ասում եմ այնինչ տեղյակ եմ, որ որևէ բռնաճնշում չի եղել նրա նկատմամբ։ Որևէ ձևով։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է, Գևորգ Սաֆարյանին սպառնացող վտանգի մասին ահազանգեր հնչում էին կալանավայրում հայտնվելու հենց առաջին օրվանից, մինչև բանը հասավ բռնության։ Արփինե Հովհաննիսյանի գիտությամբ տեղեկացված լինելով ահազանգին իր անձնական հսկողության տակ գտնվելու այդ վայրում տեղի է ունեցել այդ բռնությունը եւ պետք է ասեմ, որ ակնհայտ սուտ հայտարարություններ է անում նախարարը։ Ալեքսանյանը տարակուսած էր, ինչպես է նախարարը վկայակոչում իրավապաշտպաններին, եթե հենց նրանք են հաստատել բռնության փաստը։ Արփինե Հովհաննիսյանը հենց առաջի պահից է ցույց տվել, որ ինքը այս համակարգի անբաժանելի մասնիկն է եւ փրկելու է համակարգը եւ համակարգի կողքն է կանգնելու եւ ոչ թե մարդու ով քրեակատարողական հիմնարկում բռնության է ենթարկվում։ Համոզված եմ, որ տեսանյութերն էլ է դիտել, տեղյակ է եղել, բայց այսպես ասած ՀՀԿ-ական գիծը ավելի վեր է օրենքից եւ դրա համար նա հենց այդ գիծն է պահում։ Նոր Հայաստանում զարմացած չեն Արփինե Հովհաննիսյանի հայտարարություններից։ Արմեն Մարտիրոսյանը, որ հենց իր ձեռքում էր պահել արհեստական Եղևնին նոր տարվա գիշերը, հրապարակի ամբիոնից այսօր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության գնահատականը մատնացույց արեց արդարադատության նախարարին։ Մենք այստեղ հունվարի 1-ին չկարողացանք 1 մետրանոց արհեստական տոնածառ մեր ձեռքում նույնիսկ ոչ թե տեղադրել։ Մենք չենք կարողանում վրան գոնե 1 տեղադրել գիշերային հերթապահությունների համար այս ցուրտը նաև նկատի ունենալու։ Բայց մեզ արգելում են դա։ Բայց 3 ամբողջ ազատության հրապարակը մեքենաներով լցված էր։ Այս հրաշագեղ արձանը Թումանյանի շրջապատված էր ամբողջովին շքեղ մեքենաներով։ Այսինքն իրավական անհամաչափությունը կարծում եմ անկայն ակնհայտ է, որ արդարադատության նախարարի այդ արտահայտության վրա չպետք է զարմանաք ընդհանրապես։
Արփինե Հովհաննիսյանն ի դեպ անպատասխան թողեց հարցը, թե արդյոք ձեռնարկելու է արմատական փոփոխություններ քրեակատարողական հիմնարկներում, օրինակ պաշտոնանկություններ, հաշվի առնելով, որ միայն վերջին շաբաթներին 4 բանտարկյալ է ըստ պաշտոնական վարկածի ինքնասպան եղել։ Պաշտոնական տեղեկատվությունը հավաստիացնում եմ ձեզ, ոչ պաշտոնականի չի տարբերվում, սա նախ առաջի փաստումը եւ երկրորդ։ Կարծում եմ, որ թեև իհարկե մտահոգիչ է այդպիսի փաստերի արձանագրումը ընդհանրապես քրեակատարողական հիմնարկներում, բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպքի հետ կապված պիտի քննություն իրականացվի, այսինքն հիմա բոլորը այսպես համահարթեցման սկզբունքով մեկնաբանություն տալ եւ բոլոր դեպքերի կապակցությամբ միևնույն մեկնաբանությունը տալ, ուղղակի նաեւ այսպես ասենք ոչ կոռեկտ կլինի, ոչ էլ պրոֆեսիոնալ։